Եվ այսպես ուշադրություն 20 օր է փոքրիկ Տիգրանը չկա։ Փրկարարները հայտարարում են, որ իրենց գործողությունները այսքան մեծ ծավալի, այսքան աշխատանքներ, այսքան տեխնիկա ներգրավելով ուղղակի անբացատրելի է այն հանգամանքը, որ գետից երեխան դուրս չի բերվել։ Եվ փրկարարներից ոմանք նաև արդեն իրենք էլ էին իրենց վարկածը փոխում, որ երեխան ոչ թե ընկել է գետը, այլ առևանգվել է։ Ծնողները պապիկը առաջին օրվանից իհարկե պնդում էին դա, շատ շատերը ասում էին, որ իրենց հույս են տալիս, որ սփոփանք մի քիչ լինի այս ցավին, բայց այսօր իրականությունը լրիվ ուրիշ բան է հուշում, որ նրանք որոշակի առումով նաև ճիշտ դուրս եկան, երեխան եթե ընկած լիներ գետը 20 օրը բավարար ժամանակահատված է, որ երեխային գետից կարողանային դուրս բերել, հարյուրավոր փրկարարներ, ներգրաված տեխնիկաներ, բայց իհարկե գետի վարկածը երբեք նույնիսկ 2 ամիս էլ եթե անցնի, չի կարող փակվել եւ գետից դուրս գան փրկարարներ, որովհետեւ դա մնում է գլխավոր վարկածներից մեկը, մինչև որ երեխան չհայտնաբերվի այլ վայրում։ Եվ բոլորն են սրա մասին խոսում, նաև իշխանությունները, նախարարությունը, որ մինչև երեխային չգտնեն, չի կանգնելու ոստիկանության եւ փրկարար ծառայության աշխատանքը, ոստիկանները երեխային փնտրում են հնարավոր առևանգման հետքերով գնալով, փրկարարները գետում եւ հարակից տարածքներում որոնողական աշխատանքներ իրականացնելով։ Փրկարարները ասում էին, որ նման դեպքերում 3-4 օր է պահանջվում գետից կամ լճից դուրս բերել այն անձանց, ովքեր որ ընկել են գետը կամ լիճ, իհարկե եթե խոսքը Սևանի մասին է, Սևանա լիճը ավելի հեշտ է այն առումով, որովհետև եթե մարդիկ ընկնում են Սևանա լիճը, ջուրը նրանց բարձրացնում է վերև եւ գտնելը ավելի հեշտ է դառնում բնականաբար, իսկ այստեղ մենք գործում ենք գետի հետ, որը անընդհատ հոսում է եւ բավականին կեղտոտ գետ է։ Գետի վարկածը չբացառելով, բայց ուզում ենք ուշադրությունը սևեռվի առևանգման վրա, որովհետև այսօր շատ հնարավոր է ավելի շատ հենց առևանգումը, անկախ ամեն ինչից գետից ավելի շուտ կգտնվեր երեխան, քան 20 օրը կամ ավելի, ինչպես տեսնում ենք, արդեն անցնում է օրերը եւ նորություններ չկան։ Լրագրողները այլևս չեն այցելում գյուղ, այլևս այս հանգամանքները, թեմաները իրենց հետաքրքիր չեն երևի, բայց իհարկե պետք է ամեն օր խոսել երեխայի մասին, նրա նկարները ամեն օր պետք է տարածվի, որ եթե առևանգել են, ինչ-որ մեկը ինչ-որ միտեղ երեխային տեսնի, կարողանա ճանաչել եւ կապի դուրս գա ոստիկանության հետ։ Կան շոուներից հայտնի ռուս էքստրասենսը հայտարարել էր, որ երեխան, փոքրիկ Տիգրանի մասն է խոսքը, նա գտնվում է ինչ-որ փակ տարածքում, որը գտնվում է գետից 1 կիլոմետր հեռավորության վրա, նրան խնամում է մի կին եւ նա ըստ էության առևանգվածի կարգավիճակ ունի եւ էքստրասենսը նշել էր, որ այդ անձինք, որոնք ըստ նրա, ինչպես ինքը տեսել է, վախենում են երեխային վերադարձնել, քանի որ մեծ աղմուկ է բարձրացվել եւ նրանք ուղղակի սարսափելի ծանր վիճակում են եւ երեխային պահում են գետից 1 կիլոմետր հեռավորության վրա գտնվող ինչ-որ մի տնակում, ինչ-որ մի թաքստոցում, չես հասկանում թե ով ինչ է խոսում, նաեւ քանի որ գետում երեխան չի գտնվել եւ ոչ միայն երեխան, այլ մի հատ կոշիկ, մի հատ հագուստ, որևէ իր, որը երեխային է պատկանում, չի գտնվել գետից, բնականաբար նման խոսակցությունները միշտ շարունակվելու են, չնայած նրան, որ ասվում է 1000 անգամ, որ չի կարելի խաղալ ծնողների, հարազատների նյարդերի հետ եւ նման հիմարություններ խոսել, բայց էքստրասենսներ են, չես կարող արգելել որևէ մեկին իր կարծիքը ասել, նրանք իրենք են ընտրում ինչ ասեն, եթե շոուի համար են ասում, ուրեմն իրանք սրիկաներ են, եթե իրականում նման զգացողություն կամ տեսիլքներ ունեցել են ու ասում են, դա նորմալ երևույթ է եւ պետքա դրան նորմալ վերաբերվել, քանի որ չկա հստակ վարկած, հստակ ապացույց, թե երեխան որտեղ կարող է գտնվել,
ինչքան որ իրանք ասում են, որ երեխան ընկել է գետը, այդքան էլ կարող ենք ասել, որ երեխան չի ընկել գետը։ Եվ այս մասին հենց ծնողները, պապիկը խոսել են, որ դե որ երեխան ընկել է գետը, այսքան ժամանակ հարյուրավոր փրկարարներ, հարյուրավոր ոստիկաններ, հարյուրավոր կամավորականներ իրականացնում են որոնողական աշխատանքներ։ Մի շոր, մի կոշիկ գտել եք երեխայից բացի։ Էլ չենք ասում երեխայի մասին, գոնե ցույց տան, որ հեսա երեխայի կոշիկն է գտել են գետից, շուտով կգտնենք երեխային գետում։ Չէր կարող ուղղակի երեխան անհետանար։ Ջրասուզակները նայել են բոլոր հնարավոր կասկածելի վայրերում, արել են իրենց աշխատանքը փայլուն, չնայած նրան, որ երեք տարծվեց տեսանյութ, որ մի հատ երիտասարդ բողոքում էր, որ փրկարար ծառայությունը լավ չի աշխատում, գալիս են օրը մթնեցնում եւ գնում տուն։ Մենք չենք տեսել իրանք ոնց են աշխատում առանց կամերաների, այսինքն նկարել են, նկարածը տեսել ենք համացանցում, բայց առանց կամերաների իրանք ոնց են աշխատում, մենք ուղղակի վստահ ենք, որ լավ են աշխատելու, չեն կարա չաշխատել, սա այն դեպքը չի, որ դու չաշխատես, այն էլ որ դա քո պարտքն է հայրենիքին, ժողովրդին, եւ դու դրա համար աշխատավարձ ես ստանում, դու չես կարա չաշխատես։ Եթե դա ամեն ինչը դնենք մի կողմ, գոնե այս ընտանիքը, որ այսօր սենց սարսափելի ծանր վիճակում է, ամեն օր սպասում է փրկարարների խոսքերին, որ գետից կգտնեն կամ ուրիշ տեղից կգտնեն, գնան օր մթնեցնեն գետի շուրջ 2-3 քայլ տան ու գնան տուն, սա ուղղակի մենք չենք կարող հավատալ։ Իհարկե, եթե մարդիկ կան, ովքեր որ էլի սենց բաներ են պնդում, արդեն 1, 2, 3, 4, տենց եթե շարունակվի գյուղացիները եւս սենց բաներ ասեն, կսկսենք մենք էլ հավատալ։ Բայց գյուղացիները, նաեւ ծնողները, պապիկը հայտարարել են, որ փրկարարները լավ են աշխատում։ Հիմա ինչ վերաբերում է գետից 1 կիլոմետր հեռավորության վրա գտնվող այդ խրճիթին, որտեղ որ ըստ էքստրասենսի, որը հենց այնպես էքստրասենս չէր, ուղղակի ռուսական շոուներից շատ հայտնի դեմք, այսինքն օդից այս հայկական TikTok-ի էքստրասենսների չէր, որ գուշակություններ են անում, որ իրանց ինչ-որ նվերներ ուղարկեն, լուրջ էքստրասենս էր, եւ չենք կարծում, որ օդից ինչ-որ հայտարարություններ կաներ, բայց այնքան խաբեությունները շատ են, որ ոստիկանները չեն կարող շեղվել այլ ուղղությամբ, բայց նայում են, բոլորի ասած տեղերն էլ նայում են, որովհետև անելու ուրիշ բան չկա։ Այսինքն մի հատ հետք չկա հստակ, որ իրանք գնան այդ հետքի ուղղությամբ ու մնացած բոլոր դեպքերը բացառվեն։ Ոչ մի բան չի բացառվում, բայց ելի եմ ասում, եթե դուք գիտեք տեղը, պարզ տեսել եք տեսիլքները, եկեք, բոլորը ձեզ կդիմավորեն, ձեր անվտանգությունը կապահովեն, գետը չեք ընկնի հաստատ ու կգնաք կգտնեք երեխային ձեր տեսած վայրում։